Վրաստանի Ախալցխայի շրջանի Մարդիի տաճարում մայիսի 10-ի գիշերը տեղի է ունեցել սրբապատկերների պղծման դեպք։ Անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներն ու դրանք նետել աղբամանի մոտ։ Ըստ Սպուտնիկ Գրուզիայի միջադեպի առթի Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։ Հունիսի 14-ից կվերսկսվի Երևան-Բաթումի Երևան միջազգային երթուղով գնացքների աշխատանքը, հայտնել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը։ Արագընթաց գնացքը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը օրու մեջ մեկնումների ժամանակացույցով։ Ուղևորների հարմարավետության համար երկաթուղայինները միմյանց տեղեկություններ կփոխանցեն սահմանային անցակետերում փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս կրճատել գնացքի կանգառի ժամանակը սահմանին։ Բացի այդ, հուլիսի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվի նաև հատուկ զբոսաշրջային երթուղի չեխական Գեպարդ Էքսպրես ընկերության պատվերով։ Այս ծրագրի շրջանակում հիմնականում Չեխիայից ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ճամփորդել Հայաստանով ու Վրաստանով, գիշերելով հենց գնացքի վագոններում։ Ճանապարհին նախատեսվել են հատուկ կանգառներ, որպեսզի հյուրերը ծանոթանան երկու երկրների տեսարժան վայրերին։ Սա արդեն երկրորդ նախագիծն է։ Առաջին անգամ զբոսաշրջային ուղերձ էր կազմակերպվել 2025 թվականին։ Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հարավային Սիդոն քաղաքում 1 մարդ է զոհվել։ Երկրում ավերածությունները մասշտաբային բնույթի են։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով 8 մարդ է մահացել Բեյրութի մայրուղիներից մեկին հարվածելու հետևանքով։ Առաջիկայում նախատեսվել է երկկողմ նոր բանակցություններ Իսրայելի և Լիբանանի միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև Չինաստան մեկնել է լրագրողների հետ զրույցում հակասական կարծիքներ է հայտնել, թե Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինը կարող է արդյոք օգնել Իրանի հետ հակամարտության հարցում։ Սկզբում նա հայտարարել է, որ ոչ մի օգնության կարիք չունի և ԱՄՆ-ն կհաղթի ցանկացած դեպքում, սակայն քիչ անց նշել է, որ կողմ է օգնության, որը Չինաստանի նախագահը կարող է ցուցաբերել Իրանին համոզելու համար։ Բանակցությունների օրակարգում լինելու են առևտրային, հազվագյուտ մետաղների արտահանումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և իհարկե Իրանի պատերազմը, միջուկային զենքի և Թայվանի հարցերը։ Թրամփը հատուկ շեշտել է, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, քանի որ նրա խոսքով այնտեղի ղեկավարները խենթ են և դա վտանգավոր կլինի ամբողջ աշխարհի համար։ Նախագահը խոստացել է, որ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն, ֆոնդային բորսան աննախադեպ աճ կունենա և կսկսվի մի ոսկե դար, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել։ Թրամփը խիստ քննադատել է նաև ՆԱՏՕ-ին, ասելով, որ այն հիասթափեցրել է իրեն, և ԱՄՆ-ին պետք չէ, քանի որ դաշինքը ներկա չէր այն ժամանակ, երբ իրենց անհրաժեշտ էր։ Քրդերին զինելու վերաբերյալ հարցին, ինչը հերքել են թե քրդերը, թե ԱՄՆ ռազմական պաշտոնյաները, Թրամփը հայտարարել է, որ այդ պաշտոնյաները սխալվում են։ Իրանի վրա հարձակման ժամանակ ինքը զենք է տվել քրդերին, սակայն նրանք այդ զենքը պահել են իրենց համար։ Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ ռազմական ուղիղ հարվածներ է հասցրել Իրանի ուղղությամբ, հայտնել են արևմտյան և իրանական պաշտոնական աղբյուրները։ Այս հարձակումները նախկինում չէին հանրայնացվել։ Սա եղել է Սաուդյան թագավորությանը հասցված իրանական հարվածների պատասխան քայլը։ Մինչև այս Սաուդյան Արաբիան հիմնականում ապավինում էր ԱՄՆ-ի պաշտպանությանը, սակայն վերջին պատերազմը ցույց է տվել, որ թագավորությունը պատրաստ է անձամբ և ավելի վճռական պատժել իր տարածաշրջանային մրցակցին։ Միացյալ Արաբական Էմիրությունները նույնպես հարվածել է Իրանին, սակայն նրանց մոտեցումները տարբեր են։ Էմիրությունները ընտրել է կոշտ դիրքորոշում և գրեթե կապ չունի Թեհրանի հետ։ Սաուդյան Արաբիան հարվածներին զուգահեռ մշտական կապի մեջ է եղել Իրանի հետ, փորձելով կանխել իրավիճակի անվերահսկելի սրումը։ ԱՄՆ գաղտնի հետախուզական գնահատականները ցույց են տվել, որ Իրանը պահպանում է հրթիռային զգալի կարողություններ, չնայած Թրամփի վարչակազմի բազմաթիվ պնդումներին, թե Թեհրանի զինուժը ջախջախված է, հայտնել է New York Times-ը։ Պարբերական նշել է, որ Իրանը դեռևս տիրապետում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների և շարժական արձակման կայանքների մոտ 70%-ին։ Պարզվել է նաև, որ Իրանի ամբողջ տարածքում գտնվող ստորգետնյա հրթիռների պահպանման և արձակման կայանների գրեթե 90%-ն այժմ մասնակի կամ ամբողջ գործունակ է։
Թուրքիայի Սամսուն նահանգում ուժեղ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի։ Հորդառատեղումների հետևանքով Հավզա շրջանում 2 գետ դուրս է եկել ափերից, հեղեղելով քաղաքի կենտրոնական 4 թաղամաս։ Ջրի հոսքերը իրենց հետ տարել են կայանված մեքենաներն ու հեղեղել շինությունները։ Առնվազն 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ռուսաստանը լայնածավալ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Շոթի տվյալներով ռուսական ուժերը թիրախավորել են Ուկրաինայի տարբեր շրջաններում գտնվող անօդաչու սարքերի, հոբ հրթիռների եւ զինամթերքի պահեստները։ Очень важное событие для всей страны. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել Դոնբասը եւ Ռուսաստանի մյուս շրջանները խաղաղության բանակցությունների համար միջանցք բացելու նպատակով։ Սանկտ Պետերբուրգում թմրանյութերի ազդեցությամբ տղամարդը հարձակվել է մի կնոջ վրա եւ փորձել առավանգել նրա երեխային։ Միջադեպի ականատես անցորդները սակայն անմիջապես արձագանքել են եւ օգնել կնոջը։ Նրանց հաջողվել է կանխել առավանգումն ու վնասազերծել հարձակվողին, որից հետո դեպքի վայր են կանչել ոստիկանության աշխատակիցներին։